Բարև ձեզ, եթերում մեկը հազարից հաղորդաշարն է։ Հայաստանում այսօր հարյուրավոր մարդիկ անօթևան են եւ իրենց օրվա ապրուստը փնտրում ու գտնում են դրսում։ Մեր հյուրն էլ այսօր մեկն է նրանցից։ Մարդ, ով լինելով բացառիկ տաղանդի ու շնորհքի տեր, ճակատագրի հարվածների հետևանքով հայտնվել է փողոցում։ Վարդանի մասին ամիսներ առաջ փոքրիկ տեսանյութ հայտնվեց համացանցում, որտեղ նա դաշնամուր էր նվագում եւ զուգահեռ արտասվում։ Վարդանն այսօր մեր տաղավարում է։ Ես Վարդանն եմ Վանաձորից, 52 տարեկան, ծնվել եմ Վանաձորում, հայտնվել եմ դրսում, նվագել եմ շվի և շվիով իմ գումարն եմ վաստակել։ Ամբողջ ունեցածը էս է իմ հարստությունը, իմ բանաստեղծությունների տետերը և իմ փաստաթղթերը, որ միշտ ինձ հետ են։ Շատ դաժան ճակատագիր, շատ դաժան կյանք, եղել եմ նստարանների տակ, անգամ պարկել քնել եմ, որ ոչ ոք չտեսնի, ծառերի տակ, անձրևին, նստարանների վրա նստած կանգառներում, տանիքներում։ Սպասում էի գիշերվա 2-3 գար, նոր ես գնայի, քնեի, որ մարդիկ հանկարծ չտենային։ Չորս կողմս մահ է բամբասանք, ամենուր դիակարգ ու մահիճ, գիշերս ահ է ու տանջանք, ցերեկս արյուն է ու ճահիճ։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման, այլ նաեւ հաղորդման հերոսների խնդիրների հանրահռչակման ու լուծումներ գտնելու հարցում։ Վարդան, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը եւ ուրախ եմ ձեզ այսօր հյուրընկալել մեր տաղավարում։ Ես էլ ուրախ։ Երբ որ ձեր տեսանյութը տարածվեց համացանցում, դուք նվագում էիք եւ զուգահեռ նաեւ արտասվում։ Ինչու էիք արտասվում։ Որովհետեւ տուն չունեմ, ես ունեմ։ Խնդիրները շատ են։ Խնդիրները շատ են։ Մարդիկ նայում էին, ես տխրում էի։ Ինչու Աստված սենց արեցիր։ Ինչու։ Դրա համար արտասվում էի։ 30 տարի ես դաշնամուրին չեմ մոտեցել, չեմ նվագել։ Բայց 30 տարուց հետո նորից ես փորձեցի, երբ որ տեսա փողոցում դաշնամուր։ Այսինքն 30 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ եք այդ օրը մոտեցել դաշնամուրին։ Այո։ Շատ լավ։ Վարդան, եկեք մի փոքր պատմենք ձեր մասին, հա։ Որտեղ եք ծնվել, մեծացել, հենց Վանաձորում եք ծնվել, մեծացել։ Այո, ես ծնվել եմ Վանաձորում և մեծացել եմ այնտեղ, դպրոց, մի խոսքով երիտասարդություն, և կյանքի պայմանները այնպես էր, որ մենք 2007 թվականին, երբ մայրս ծանր էր, գնացինք Մոսկվա։ Հույս ունենալով, որ այնտեղ բուժում կստանա, լավ կլինի, բայց այնտեղ մայրս մահացավ և երբ որ հետդարձած է, արդեն էստեղ ինձ համար օտարություն էր լրիվ։ Այլ հարազատներ չեք ունեցել, քույր, եղբայր։ Ունեմ, մի քույր ունեմ, ինքը Մոսկվա է, մորքուրներ ունեմ, ընտանիք, քեռի, ընտանիք, բայց ոչ ոք բնավ ինձ իմ ցավին, ինչպես են ասում, դարմանանող չեղավ։ Անցնում էին մարդիկ անտարբեր կողքովս և ոչ մի բան, ինչ կա Վարդան ջան,
Այսինքն դուք տուն չեք ունեցել Վանաձորում, թե վաճառել եք տունը Մոսկվա Չէ, ես ունեցել եմ։ Երկրաշարժը ավերեց 88 թվականին։ Դրանից հետո ինքնաշեն տնակ։ Այդ տնակն էլ կիսավեր վիճակում, ոչ բնակվող կա, ոչ բան, տենց էլ թողել ենք։ Ես էլ իսկի տեղ չէի մնում էի մի կնոջ տանը։ Ինքը տարիքով կին էր։ Եվ իր մահից հետո ապրիլի 9-ին 2025 թվականի ես հայտնվեցի դրսում։ Իսկ այդ ինքնաշեն տնակը բնակվելու համար Անհնար էր։ հարմար չէ։ Աստիճանները քանդած, պատոնները ջարդված։ Գիշերեցի տանիքներում, գիշերեցի նստարանների տակ, ծառերի տակ, քնում էի, վեր էի կենում։ Ձմեռն ինչպես էիք անցկացնում։ Դեռ փառք Աստծո, որ այս ձմեռը ես դրսում չեղա։ Փառք Աստծո։ Իսկ մինչ այդ երբ որ դրսում էիք գիշերում, ձմռան ցուրտը ոնց էիք հաղթահարում։ Շորեր էի ակնում։ Որ չմրսեմ։ Շատ լավ, Վարդան, դուք հրաշալի նվագում էիք։ Որտեղ եք սովորել նվագել։ Ինքնուս նվագում։ Սիրել եք, սեր եք ունեցել, այսինքն։ Ուսանել, սովորել չեք կարողացել, հնարավորություն չի եղել, թե։ Չէ, ես կարող եմ սովորեմ, բայց չուզեցի։ Չցանկացա։ Ինչու։ Որտեղ ես փորձեցի կոնսերվատորիա։ Պարզապես մի անգամից ասեցի գնամ մի հատ կոնսերվատորիա։ Գնացի։ Ես ասեմ նոտաներով, բանով, ես իմ ընդեղ ձևեր, բան, լյասի։ Դուք դրանք գիտեիք արդեն։ Ձեզ հետաքրքիր չի։ Ես նոտաները չգիտեմ։ Երաժշտությունը լսում եմ։ Երկու անգամ լսեմ, երրորդ անգամ ես ավելի պրոֆեսիոնալ կկատարեմ։ Ես դաշնակահար իմպրովիզատոր եմ։ Իսկ այդ վերջին 30 տարում ինչու չէիք նվագել, դաշնամուր չկար դրա համար, թե կյանքի պայմաններն էին։ Կյանքի եւ պայմանները եւ անգամ դեպքեր եղավ ինձ հետ, երբ դաշնամուր էի նվագում, դաշնամուրի կլավիատուրայի վրա կիսատա էինք սել, ես չեմ իմացել։ Ես նվագեցի, եւ տեսա մատներս արդեն հելի մեջ։ Ով էր քսել։ Որտեղ էր այդ դաշնամուրը, ով կարող էր դա անել։ Պատկերացրեք, որ ես ոչ մեկին չեք կասկածում։ Չեմ կասկածում եւ չեմ էլ կասկածել, որովհետեւ այնեն շրջապատում եմ, ասենք, նվագել, շատ տեղեր եմ նվագել, բայց դրանից հետո ես վախեցա։ Հա, վախեցել եք, չեք մոտեցել դաշնամուրին։ Այո։ Իսկ երբ որ այդ օրը Վանաձորի փողոցում տեսաք այդ դաշնամուրը, ինչ զգացողություններ ունեիք։ Սիրտս հոգիս ցնցած։ Ես հարցրեցի, կարամ նվագեմ։ Ասել թե կարամ ես նվագեմ։ Քունցի ծաղելով։ Որ լսեցի նվագեցի Բաբաջանյանի նոկտյուրնը։ Մեկը տեսա մարդիկ ասում են, նայում են, նկարում են։ Այո, շատ են նկարել, շատ։ Եմ գումար էին տալիս, չեմ ասում, չեն տալիս։ Դուք գումար ինչպես էիք վաստակում, ինչպես էիք հայթայթում, հա, ապրուստի համար։ Երգում, նվագում էի։ Նաև երգում եք։ Այո։ Ինչ էիք նվագում։ Դաշնամուր, շվի, իմ շվին կոտրվեց, եւ իմ առանց շվի ման է գալիս։ Եկել եմ, հիմա սպասում եմ, թե մի ինչ-որ լավ բան կլինի, որ ես ունենամ իմ նոր շվի, այո, որով կարող եմ ես գումար աշխատել։
Ինչպես հայտնվեցիք Երևանում։ Երևանից մի անձնավորություն տեսել էր իմ Այդ հայտնի դարձած տեսանյութը։ այո եւ ասեց որ մտածեց որ երևի կարելի է ինձ օգնել եւ Բերեց Երևան։ այո խոսեցինք եկավ հոկտեմբերի Աշտանը։ В общем, հոկտեմբերի 7-ներ։ Ահա։ Չեմ հիշում, հոկտեմբեր ամսվա մեջ էր։ Ահա։ Բերեց Երևան։ Այս տանը մնալուց հետո մի երկու շաբաթ հետո ես գնացի Մերզաբան այնտեղ այդպես կենտրոն կա որտեղ հավատացյալներ մի խոսքով հավաքվում են դες ունեմ ասենք գրիժ ստամոքսի խնդիրներ ունեմ ես խնդրեցի ասեցի ինչ կլինի ինձ այստեղ անհանի բժշկի տարհի վանդանոց տեսնենք ինչ ենք անում ինքը բժշկի հետ եկավ ինձ հանեց բերեց Հիմա տարբեր տեղեր եմ մնում, որտեղ պատահի։ Մնում եմ։ Բայց դրսում չեք։ Չէ։ Իսկ մարդիկ ժամանակավոր կացարան են տրամադրում ձեզ։ Հա, մեկը կասի արի լավ մի տուր հասկեր։ Էս ինչ բան է այստեղ։ Կմրսես։ Շատ ժամանակ ես գիշերել եմ այդ Վանաձորում շատ եմ գիշերել, եւ այստեղ եմ գիշերել, բազերներում եմ։ Իսկ չեք դիմել պետությանը, գուցե ձեզ տեղավորեն։ Հիմա պետություն չկա, ինչ պետություն։ Անօթևանների կացարան գուցե առաջարկեն, թե չեք ուզում։ Չէ։ Վարդան ասում են աղքատությունը հանցագործություն չէ, հա, բայց դա հասարակության դատավճիռն է։ Հիմա դուք ձեր ճակատագրի համար ում եք մեղադրում, ով է մեղավոր, հա, պետությունը, ձեր ճակատագիրը, թե գուցե մենք բոլորս։ Ես բոլորի մասին չեմ կարող ասել։ Երևի կյանքն է։ Այս կյանքը իրոք շատ անարդար կյանք է։ Եթե բանաստեղծը պետք է իր ստեղծագործությունը չգրի, երաժիշտը պետք է իր գործով չզբաղվի, երգիչ իր, շատ հարցեր, որ անընդհատ իմ ուղեղում պտտում է եւ անգամ այն կարգի, որ խելագարության եմ ասում։ Որ մտքերն են ձեզ տանջում։ Այս վիճակները ինչի sense, ինչի նես։ Իսկ դուք քայլեր արել եք, որ այս վիճակից դուրս գաք։ Օրինակ աշխատանք փնտրեք ինչ որտեղ։ Երբևէ աշխատել եք, ունեցել եք աշխատանք։ Ժամանակին նես մասնավոր շվի դաշնամուր պարապել եմ, բայց իմ նյարդերը քանի որ քայքայված են, ես չեմ սիրել, որ երեխեքին տենց սենց սխալը ես չեմ ջղայնացել է, բայց աշակերտներ կան, հիմա հայտնի են, այն ժամանակ երեխաներ էին, հիմա հայտնի նվագողներ են։ Իսկ այլ աշխատանքով գումար չեք վաստակել։ Չէ։ Չի հաջողվել աշխատանք գտնել, թե դուք չեք փորձել։ Չէ, ոչ թե չեմ փորձել, այլ իմ ամենաթեթև աշխատանքը, որ ասենք կլինի պահակությունը, ոչ բան չեմ կարող։ Նրա այդ մեկն է նաև իմ ստեղծագործությունը, որ կարամ ստեղծագործեմ։ Ես նաև բանաստեղծ եմ, նկարիչ։ Այո, դուք նաև բանաստեղծություններ եք։ Այո։ Բանաստեղծություն գրելու ձիրքը միշտ ունեցել եք, թե այս կյանքի դժվար պայմաններն են ձեզ 9 տարեկանից ես ստեղծագործել եմ։ 9 տարեկանից ես ստեղծագործել եմ։ Առաջի բանաստեղծությունս էսա, որ 9 տարեկանում եմ գրել։ Ախ իմ մասիս, ինչքան ես դու ջերմակել, բայց այս աղետներից դու չես վհատվել։ Քո թշնամի քեզ հանգիստ չեն տվել, իսկ դու թշնամուց չես էլ վախեցել։ Իմ ջերմակ մասիս, միայն այն կուզեմ, որ քո գագաթից մեկ բեկոր պոկեմ նետեմ թշնամուն, ու քո փրկության համար ես մեռնեմ, միայն դու լինես իմ ազգին պաշտպան,
միայն դու լինես հավիտյան կանգուն։ Շատ լավ։ Վահագն Դավթյանը ասում էր մարդ է մնում միայն մարդկանց մեջ։ Դրսում մարդկանց վերաբերմունքը ձեր հանդեպ ինչպիսին էր, ձեզ ուժ էր տալիս, թե ցավեցնում էր։ Անտարբերություն, բայց կային մարդիկ, որոնք Օգնել են նաև։ այո։ Ես անգամ չէի երգում, չէի նվագում, ասենք պահի տակ մոտենում էին Վարդան ջանես կտանես ուտելիք կառնես, կամ ուտելիք էին տալի, կամ փողն էին տալի, գնա հասկեր, սոված մի մնա։ Բայց հասարակության 90%-ը չնայած այս կյանքի պայմաններն է, երևի ստիպում որ մարդիկ անտարբեր են։ Ձեր ապրած կյանքը ձեզ ինչ է սովորեցրել, վստահել մարդկանց, թողնել մոտ, թե ընդհակառակը։ Ամենևին չեմ վստահ։ Ամենևին չեմ վստահ։ Ինչու որն է դառը փորձը եղել, ամենադառը փորձը որն է եղել, որ այդ վստահությունը կորել է մարդկանց հանդեպ։ Իմ քրոջ արածը։ Իդեպ համացանցում այո, նաև շատ խոսվում էր ձեր քրոջ մասին, որն է եղել այդ արարքը, որ ձեզ այդպես կոտրել է։ Փորձեց ինձ հողամասից էր ձերքի, փորձեց։ Ընդհանրապես ինձ գցեցին հոգեբուժարան 16 տարեկան, 17 տարեկան էի։ Հողամասից զրկելու համար։ Չէ, որ բանակից ազատվեմ, բայց ես մտահղացումներ ձեր քրոջ մտահղացումներ։ Մերոնց, իմ ծնողների մտահղացում, հորս։ Շրջին հոգեբուժարան 10 տարի կամիսյա եւ այլ, ես հիմնական սմահ դրա երկրորդ կարգի բան։ Բայց ընդհանրապես այդ դիագնոզը, որ բժիշկն տվել, չի համապատասխանում եւ ինձ չի վերաբերում։ Դուք ոնց որ ձեր ծնողների այդ որոշման հետ այդքան էլ հաստ չեք եղել։ Ոչ։ Իսկ քույրս օգտվելով առիթից ուրեմն այդ ասեմ 50-ամյակից եկավ, ես հուլիսին 52-ս պետք է լրանա, 50-ամյակին եկավ, դատարկ շեբով, արդապես անտարբեր, սանգեց Վարդան ջան ծննդը, շնորհավոր ապերյան, ասեցի, ասենք Ուլյան հետո, ինչ եք ուզում դրանով ասել։ Բա դու գիտես, որ ես քո միակ հարազատն եմ, ասել չելի այդ հարազատը։ Մի հատ ասենք մտքով չանցավ, որ իր աղբերն եմ, ինչքան չլինի 15 տարով ինձանից մեծ այնք։ Ասենք ծնունդս, իթե թեբլշի, մինավեր այդ էլ հաշվի չառա։ Ինքը տուն ունի։ Ունի ոնց։ Չեք գնում իրենց տուն։ Ես իրա տան հասցեն չգիտեմ։ Ինքը չի էլ կանչում։ Չէ։ Ինքը չի էլ կանչում։ Ինքը միայն։ Այդ մի հարազատ քույրն եք ունեցել։ Հա։ Արդեն ես կասկածում եմ, որ նա իմ քույրն է։ Այդքան սառը եւ այդքան անտարբեր, վերջերս փորձեց ինձ գցել կրակի մեջ, թուղթեր էր դասավորում, դոկումենտները տուր, պետք է։ Հողամասի փաստաթղթեր։ Չէ, իմ դոկումենտներն էր ուզում, այո, իմ փաստաթղթերն էր ուզում։ Եվ ես ասում եմ, այս ինչ ես անում, էլի։ Վերջում պարզվում է, որ նա ըստ իմ հոգեբուժարնի տված թղթի ուզում է ինձ զրկի ամեն ինչից, ասենք այդ հողամասից էր զրկի։ Որտեղ է Վանաձորումը հողամասը։ Այո, եւ նրա ուզածն էր, որ ինձ գցի հոգեբուժարան կամ ծերանոց։ Որ դրա հիման վրա նաև զրկվեք այդ հողամասը։ Այո, եւ որ դառնա որպես խնամակալ, բայց այդպեսի խնամակալ ես չեմ պատկերացնում կատեջ։ Վարդան, այսինքն դուք հիմա ամենաշատը ում մեղքն եք տեսնում ձեր այս ճակատագրի այս հերթականությամբ, հա, դասավորման։ Իմ ծնողների, քրոջս եւ իմ հարազատների։ Բոլորն այսպես անտարբեր են եղել ձեր հանդեպ։ Իսկ հոգեբուժարանը ձեր վրա ինչ հետք թողեց։
հոգեբուժարանը ինչ հետք թողեց։ Այո։ Շատ ծանր հետք թողեց, այն ձևի հետք թողեց, որ ես դա ամենամեծ ծանր հարվածներից մեկը դա է։ Որտեղ գնում եմ, իրանք ասում են դու շիզոֆրենիկ ես։ Գցեցին դոկումենտը, լրիվ պարզ բերում է։ Իսկ ասում է շիզոֆրենիա ձևի հիմարներին իրավունք չկա աշխատանք տալու։ Այսօր տանեմ ասում եմ։ Արի մի հատ բան անենք, մի հատ կոմիսիան պահանջեմ ասում եմ։ Ես շիզոֆրենիկ չեմ, ես հոգեկան բան չեմ, ես կյանքում դեղ չեմ խմել, կյանքում։ Իմ խմած դեղը եղել է նիմեսիլը, ցավազրգուղ։ Այսինքն նաև դրա հետևանքով է եղել, որ դուք չեք կարողացել որևէ աշխատանք գտնել։ Այո։ Եվ ձեր աշխատանքի եկամտի միակ աղբյուրը մնացել է ձեր շվին, Այո։ որն այսօր կոտրված է։ Այո։ Շատ Ես տարիներ առաջ գրեցի, քանի որ բժիշկների մոտ հայտնաբերել էին հյուծախտ, որ ես քայքայվում եմ, գրեցի հյուծախտից մեռնող օրեր են դրված քարե դագաղում։ Ես ինչ ցանեցի, ինչ եմ հավաքում։ Ինչ որ ունեի ունեցածը չմնաց ինձ էլ։ Քարե դագաղում դրված հյուծախտից մեռնող օրերին շատ եմ նախանձել։ Շատ լավ։ Վարդան, մի այսպիսի հարց եմ ուզում տալ, կարող եք չպատասխանել, բայց մարդկանց մեջ կա տարածված կարծիք, որ դրսում, փողոցում փող հավաքող, դրսում ապրող անօթևաններին նաև կախվածության մեջ են դնում որոշակի մարդիկ, եւ այդ մարդիկ, ովքեր դրսում են փողը իրենց վաստակում, փողոցում, նրանք իրականում բավականին մեծ վաստակ են ունենում, շատ գումար են վաստակում եւ կարողանում են այդ մուրացկանությունից դուրս լավ կյանքով ապրել։ Ես չեմ մուրացել, ու չեմ էլ մուրում, չեմ էլ մուրա։ Այսքան էլ ապրեմ, իմ էգոն, այսինքն իմ հպարտությունը թույլ չի տա ինձ օրես։ Ողորմություն խնդրեմ, տվեք։ Ես չեմ ասի տվեք։ Այսինքն դուք որոշակի, այսպես ասենք, ծառայություն եք մատուցել, կատարում եք, կատարել եք ինչ-որ բան, ստեղծագործել եք եւ դրա հիման վրա եք վաստակել ձեր գումարը։ Այն ժամանակ երեխաներ կային, եթե հիմա արդեն մեծ են։ Բանակ գնացած եկած, ես իրանց Վարդան Զազան եմ։ Այս փոքր երեխաները ասում էին Վարդան Զազա, մի հատ բանաստեղծություն կասես, կամ մի հատ կերքես։ Ես չէի, իրանք ծիծաղում էին, ես երգում էի, արտասանում էի, հետները խաղ էի անում, ուրախանում էի։ Անցան տարիներ ու մոռացվեց ամեն ինչը, բայց եկավ մի պահ մեկը մի մեծ գրուպա մոտեցել, շրջապատա մոտեցել, այս ախպերլա մի րոպե արի, ես էլ վախում եմ մարդկանց հետ շփվել, շատ եմ վախենում։ Ինչու եք վախենում մարդկանցից։ Մարդկանց ես չեմ ասում։ Մարդիկ մի բան ասում են, մի բան հակառակն է։ Ներողություն, ձեզ ընդհատեցի։ Շարունակեք։ Եվ ասում տղեկ ջան, որտեղ անեք ինչ ճանաչ։ Ասում դու այն Վարդան Զազան ես, որ մեր վրա չէիր ջղայն անում։ Ես համար երգում էիր, ես համար բանաստեղծություններ արտասանում, նայում եմ բոյին, ինչ եք անում, դե ծառայում են, որը գնացել պայմանագրային ադարել։ Անում էին գումար էին տալիս ուտելիք։ Դու արել ես։ Դա էի ուզում հարցնել, իսկ եղել է դեպք, երբ որ դուք եք ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնել։ Ոնց։ Ինչով եք օգնել, օրինակ։ Շատ հարցեր եմ օգնել իմ։ Անգամ թոշակով ստացել եմ։ Ես ասենք մարդկանց անմատրի գիժեմ, որ ասենք խոսքես մարդա աղքատ ասենք կամ որ իրոք վիճակ չունի։ Աղվեսություն չի անում ոնց են ասում։ Թոշակից կեսը տվել եմ, ասել եմ գնաս հաց կառնես քեզ համար, ինչ որ կպատահի։ Ես շվեի նվագեմ, մոտենում էին, ասում էին Զազա փող տուր, տեղածս տալիս էի, որովհետև փողը ոնց եկել անցել գնում է։ Ներողություն, ինչքան թոշակ եք ստանում։ 30 կոպեկները որ գցեմ 30։ Ու դա ինչին է բավականացնում։ Ընդհանրապես որ ասեմ, ոչ մի բան չի բավականացնում։
Սնունդ գոնե կարողանում եք Հա։ դրանով գնել։ Գոնե կարողանում։ Գոնե կացարանի խնդիր ունեք, հա, հիմնական ձեր ամենամեծ խնդիրը կացարան։ Այո, Վարդան, այս ճանապարհը, որով դուք անցնում եք, ձեզ համար ավելի շատ ընկալում եք որպես փորձություն, թե անարդարություն։ որպես փորձություն։ Ես հիմա ոնց են ասում, փորձաշրջանն եմ ասում։ Իսկ երազանքներ ունեցել եք անկատար մնացած։ Շատ։ Օրինակ, ամենամեծ երազանքը որն էր, որի համար ցավում եք, որ այդպես էլ չիրականացավ։ Ամենամեծ երազանքը, որ ես կյանքում իմ տեղը չգտա, որ ես ունես այն տեղը։ Բեբեֆուր։ Ես կարելի ասել գիշերները չեմ քնում, անընդհատ նույն վիճակի մեջ մտածում եմ։ Հետո քանի որ ես այդ վիճակներից երբ թուլանում եմ, գոռում եմ գիշերները։ Մարդիկ կան էլի, որ ասենք ասում են, ինչու ես գոռում, խոսում ես քեզ ու քեզ։ Այդ ինչ թուրք ես ուզում սպանես։ Հետո այս ինչ է, նով այն ինչ է։ Ասեմ ես չեմ խոսացել։ Դե ես չեմ զգում։ Նարզանի արդարի լարբացություն եւ այլն։ Ձեզ պետք է խնդրեմ հիշեք նաև փողոցում մարդկանց կողմից հա ձեր հանդեպ վերաբերմունքը, այն վերաբերմունքը, որը ամենաշատն է ձեզ ցավացրել, նեղացրել։ Արագ գնաս տեղան։ Խփել։ Ինչի՞ ես գնամ Թուրքիա, գնա Ադրբեջան, ասма գնա հանձնվի, գիտես ինչ թանկեր ես դու այնտեղ միլիոններ կաշխատես, ախպերյան։ Ես հայ եմ ու հայ կմնամ, ես ինչ գործ ունեմ Թուրքիայում։ Ինչ գործ ունեմ, երբ որ նա իմ ազգի առումն ախմում։ Ասма քեզ թանխել գործը։ Այդպես մարդիկ տարբեր ձևերով Վիրավորում են ձեզ։ Վիրավորում էին, կծում էին էլի։ Ճանաչելու։ Այո։ Չարացած եք մարդկանց եւ կյանքի հանդեպ։ Կյանքի հանդեպ հավաս, մարդու հանդեպ չէ։ Ամբողջ կյանքը ես մարդուն ընդհանրապես վնաստված չկամ ես, չեմ վիրավորել։ Ճիշտ աճեղային ասալ եմ, ասենք։ Անգամ ասենք, Արսիկ են եղել, որ սենց սերվս վրա են բերել ասլա, դու խփողը չես, դու չես խփի, ասма դու պրոստը արտահայտում ես։ Քո ձեռը վրա չի գնա։ Մարդիկ երևի դրանից օգտվելով, այդ առուչից օգտվելով։ Արդեն խնդրենք մեր հեռուստադիտողներին, գուցե մեկը ձեզ մի շվի նվիրի։ Մեծ սիրով եթե նվիրեին գող կլինեի։ Բոնա այդ սևով կարողանայինք գումարն աշխատել։ Քանի որ հիմա ոչ դաշնամուր կա, ոչ պայման կա։ Շվին ամենահարմար միջոցը։ Շվինել եք ինքնուրույն սովորել։ Ես ոչ մի նվագում եմ ակարդեոն։ Էլի ինքնուս։ Այո, շվի, դուդուկ, կլարնետ, դաշնամուր։ Բոլոր գործիքներին տիրապետում եք։ Համարյա կարելի ասել։ Շատ չէ։ Բայց հիմնականը ես շվինա հիմա։ Այդքան գործիք որտեղից եք գտել, որ հերթով փորձել եք, սովորել եք։ Որտեղ նստել եմ, մի անգամից գտել եմ նվագել։ Դա բացառիկ տաղանդ է կոչվում։ Այո, բացառիկ տաղանդ։ Իսկ ձեր կյանքի ամենալուսավոր ժամանակահատվածը ո՞րն է եղել։ Կյանքում ես լուսավոր ժամանակահատված չեմ ունեցել։ Սամբաց օրից բառապաս մարդ։ Նույնիսկ մանկության տարիներին։ Մանկությունը չեմ ունեցել։ Ինչու։ Որովհետև միայն այսպես կերելեմ այն ժամանակ էին հիշում, Վարդանալի բանաստեղծում արտասան դպրոցում կամ ասենք միջոցառում էր այդ դաշնամուր նվագի։ Թե չէ մնացած վաղտը ոնց որ Մայրիկ ֆիլմում Զաքարյանը չէ, ոնց որ նրան էին արհամարում, նենց էլ ես եմ արհամարված եղել։ Երկաշարժը որ եղավ, ես 14 տարեկան էի։ Այդ օրը դպրոցում էի ես։ Շաբաթ օր էր։ 11:41 րոպե ֆիզկուլտուրայի դահլիճում էինք։
երբ ցնցվեց, սարսափելի էր։ Ես ունեցել եմ շատ բանաստեղծություններ, որ գողացել են ինձանից, տարել են տպագրել իրանց անունով, ունեցել եմ հիմա էլ ինչ-որ չափով փորձում եմ վերարտադրել և նորից այդ անցած բանաստեղծությունները գրել զոհերի մասին, միայն մի բանաստեղծություն Դավիթի մասին, որը ես ասմունքել եմ, Վանաձորում ձայնագրել են, այո, եթե թույլ կտաք կասեմ։ Ասեք, իհարկե։ Անմահ Դավիթ, չկաս հիմա, հուշդ ջրի պես հոսում, դու ապրում ես վերում անա, անմահների ամրոցում, առուծասիրտ հերոս ես դու, քեզ ծնել է ազգը քո, նա քեզնով է տալիս երդում, միշտ էլ հպարտ, միշտ էլ գոհ, դու եղել ես Դավիթ ու կաս, չկա ետդարձ շրջանցում, քո անունն է փառքով գրված հերոսների ամրոցում։ Վարդան, իսկ այս պահին չոր երազանքներ կառուցում եք, թե երազանքների համար դռները վաղուց փակել եք։ Չկա արդեն ինձ համար երազանք չկա, կյանք էլ չկա։ Ապրում եք զուտ օրվա հոգսով, օրով։ Այո։ Եվ եթե պետությունը, իշխանությունները ձեզ իսկապես լսեին, որևէ միտք, որևէ արտահայտություն, խնդրանք ունեք նրանց ասելու։ Ես միայն կխնդրեի մի տեղ, մի մնալու տեղ, մի բնակարան, որտեղ որ իմ գլուխը կաղ ես կապրեի, կաշխատեի ինձ համար, մինչև կյանքիս վերջին ժամը։ Եվ այդպես էլ հրաժեշտ կտա այս աշխարհում։ Վարդան, ասում են հասարակության ուժը չափվում է ոչ թե հարուստների թվով, այլ աղքատների վիճակով։ Եվ այս առումով մենք չենք կարող համարվել ուժեղ, քանի դեռ գեթ մեկ մարդ ապրում է դրսում, գիշերում է դրսում։ Ես ուզում եմ, որ ձեզ համար ձեր ստեղծագործությունը միշտ հիշեցնի, որ դուք ավելի բարձր եք, քան ձեր այսօրվա վիճակը։ Ես ինձ խեղճացած չեմ համարում, ինձ խեղճ չեմ համարում։ Ես դեռ ասենք պատում եմ, էլի ինչ-որ գրում եմ, բայց նեղվում եմ նրա համար, որ դրանից եմ նեղվում, որ իմ խոսքը տեղ չի հասնում։ Երևի ճիշտ տեղում չեք խոսում։ Շատերն ասում են, բեր տպագրենք, չէ ախպեր ջան, այնքան են տարի տպագրել, բայց բանաստեղծություններս կարծում եմ, որ ասում ես իմն է, ասում այլ քոնը չի, ասեն իմն է, ասեն ոչ թե քոնն ու իմն է, այլ մերն է, ազգինն է։ Շատ դա։ Վարդան, դուք նաև ասում եք, որ ինչ-որ վտանգավոր բաների մասին եք ուզում խոսել։ Վանաձորից ձեզ զանգում են։ Ես Կուզեք բարձրաձայնել այդ մասին։ Այո, ես եկա այստեղ եւ այստեղից ես Վանաձոր հետ դառնալ չեմ կարող։ Ինչու՞։ Եվ չեմ ցանկանում։ Որովհետեւ հոգնել եմ այդ շրջապատից, այդ մարդկանցից անկեղծ ասած հոգնել եմ։ Իսկապես հոգնել եմ։ Հատկապես ինչից։ Նրանց վերաբերմունքից, նրանց հայացքներից, նրանց ավել պակաս խոսալուց, ամեն ինչից հոգնել եմ։ Ընդհանուր մարդկանց հասարակության մասին է խոսքը, թե որոշակի մարդկանց խմբերի։ Խմբերի։ Ինչի՞ չէ, կան, ասենք, մարդիկ շատ քիչ, որ հասկանում են, բայց վերեք ասեք 90%-ը չեն հասկանում։ Իսկ այդ մարդկանց խմբերը ձեզ հետապնդել են, նեղություն են պատճառել։ Շատ։ Ինչն էր իրենց ուզածը ձեզանից, ինչ էին ուզում։ Չէին ուզում ապրել։ Ինչու ինչ եք արել իրենց։ Միգուցե չեմ արել դրա համար է ուզում են։ Այսինքն չգիտեք իրական պատճառը որն է։ Իրական պատճառը ես չգիտեմ։ Այսինքն հիմա Երևանում եք, այստեղ կփորձեք հասարակել ձեր հետագա այո կյանքը։ Կլինի հյուսիսային պողոտայում, կլինի օպերայի մոտ, որտեղ կլինի։ Դե բայց ծմերը գոնե ծածկ ունեք գլխի տակ։ Այս պահին ծածկ ունեք գլխի տակ։ Դեռ դրսում չեք։ Այո։ Բայց վաղվա օրը մնում է անորոշ։ Վաղվա օրը շատ
Այսօր բարով եմ ապրում, ես երբ որ վաղվա օր բան եմ նայում, մարդս գիտի մի վարքյան հետո ինչ կլինի, ես հենց թողած ամեն ինչը միայն առաջ եմ նայում, ասում եմ լավ, այսօրն էլ գնաց, այսօրն էլ անցավ, Շատ լավ։ Եվս մեկ օր մթնեց իմ կյանքից։ Եթե չունեք ավելացնելու բան, ավարտենք։ Իմ հայ ազգին մաղթում եմ խաղաղ ժամանակաշրջան խաղաղ տարի, անփորձանք եւ էլ դա Աստված որ ոչ մի զոհ չունենան եւ լինի խաղաղություն եւ Աստված պահապանձես բոլորիդ։ Իմ հայ ժողովուրդ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն անկեղծ զրույցի համար։ Ձեզ հաջողություն։ Հաջողություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը Վանաձորից Վարդանն էր, ով հրաշալի դաշնամուր է նվագում եւ մի շարք այլ գործիքների տիրապետում, սակայն այսօր անօթևան է։ Դուք եւս կարող եք մեր հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։